Սերգեյ Բագրատյան։ Շնորհակալություն։ Պարոն Գարստյան, փաստացի գործող տոկոսադրույքների պայմաններում ինչպես է կենտրոնական բանկը հավասարակշռում գնաճի զսպումը եւ բիզնեսի վարկավորման հասանելիությունը։ Որտեղ է հավասարակշռությունը եւ արդյոք այս պահին մենք գտնվում ենք հավասարակշռության լավագույն գոտում։ Շնորհակալություն։ Պարոն Բագրատյան, գնաճը ոչ միայն կարևոր է քաղաքացիների համար, այլ նաև գնաճը կարևոր է բիզնեսի համար, որովհետև եթե գնաճ եղավ, բիզնեսը ստիպված է լինելու բարձրացնել աշխատավարձերը, կոմպենսացնելու համար հենց այդ գնաճի իրանց աշխատողների մոտ, ինչը հավելյալ ծախքեր է ստեղծելու բիզնեսի տեսանկյունից։ Ուստի մակրո առումով ես կարծում եմ, որ լավագույն ծառայությունը, որը որ մենք մատուցում ենք բիզնեսին, այդ կայուն գնաճային միջավայր ունենալն է, որը իր հերթին հնարավորություն է ստեղծում, որ երկարաժամկետում երկրում տոկոսները լինեն խարսխված։ Ես որ պարոն Մինասյանի, պարոն Խաչատրյանի հարցերին պատասխանում եմ, այդ միկրովերլուծությունը որ անում եմ, մենք ունենք այսօր լավ միկրո ձեռնարկություններ, որոնք որ պետական պարտատոմսերից 1.5% ավել վարկավորում են ստանում։ Այսինքն պետությունը ինչ գնով որ պարտք է վերցնում, դրանից ընդամենը 1.5% ավելով այդ ընկերությունները կարողանում են բանկերից վարկ վերցնել։ Բայց խոսքը որակի մասին է, այսինքն եթե դու ունես մրցունակ նորմալ ընկերություն, որը ունի լավ վարկային պատմություն, չի ունեցել որևէ խնդիրներ, ու այդ տիպի ընկերությունների համար հիմա մենք բանկերի հետ համատեղ պրոյեկտ ենք անում, որի արդյունքում այդ տիպի ընկերությունների համար վարկային տոկոսները ավելի է իջնելու։ Որովհետև ես մի գաղափար ունեի, որ մենք անընդհատ օգնում ենք այն մարդկանց, ովքեր որ ունեն խնդիր, բայց երբեք չենք օգնում այն մարդկանց, ովքեր որ ամենաբարեխիղճն են, ամենապարտաճանաչն են, ամենամեծն են նպաստում մեր երկրի բարեկեցությանը։ Դրա համար մենք որոշեցինք, որ ճիշտ կլինի այս փուլում անել մի հատ ծրագիր, որը կխրախուսի այն մարդկանց ու այն ընկերություններին, ովքեր որ աշխատում են, հարկ են վճարում, վարկերը նորմալ վճարում են ու ունեն մեր նաև ինչ-որ առումով օժանդակության կարիքը, այդ առումով մենք իրանց կողքին ենք։ Ունեք արձագանք, համաձայն։ Շնորհակալություն, ես դա ինձ նկատել, որ ինչ որտեղ վարկերի հասանելիությունը, այսինքն մեծ ծավալի վարկերի տրամադրումը ուզդի թե չուզի բերելու է որոշակի գնաճի։ Եվ այստեղ հենց դա նկատնում, արդյոք այդ հասանելիությունը կարգավորվում է եւ կենտրոնական բանկը ճիշտ հավասարակշռված կարողանում է պահել, որովհետև հաճախ կան խոսակցություններ, որ որոշակի ապրանքատեսակներ ավելի են թանկանում, այսինքն նախատեսված գնաճից բարձր գնաճ ունեն։ Այստեղ մեր անելիքը ո՞րն է, խնդրում եմ դա մեկնաբանել։ Այստեղ մենք դեպքեր կա, որ պրոակտիվ ենք, այսինքն դեպքեր կա, որ տրված վարկերը դառնում են արտադրողականություն, ձեռք են բերվում նոր հաստոցներ, ձեռք են բերվում նոր կարողություններ, որոնք արտադրողականություն են ավելացնում տնտեսությունում, ավելացնում են պոտենցիալ հնան ու ինքը իր մեջ ոչ մի գնաճային ճնշում չունի։ Բայց կա նաև երկրորդ ֆենոմենը, որը որ մենք տեսնում ենք, որ 15 թվականից կար մի ծրագիր, որը այդ եկամտահարկի վերադարձի ծրագիրներ ու միջև հիմա էլ կա։ Այդ ծրագիրը իր հետ բերում է որոշակի վարկային տոկոսների խեղաթյուրում, մեկ։ Երկրորդը իր հետևից բերում է սպառողական վարկավորման էական ավելացում, որովհետև այդ բնակարանները, որ ձեռք են բերում, բնականաբար այդ ձեռք բերելուց հետո պետք է վերանորոգեն, կահավորեն եւ այլն, որը որ ոչ արտադրողական վարկավորում է։ Հենց որ մենք ամեն ինչին հետևում ենք ու բալանսավորում ենք։ Շնորհակալություն։